Այս բացառիկ կադրերում առաջին անգամ ֆիդայական ջոկատները միասնական երթում տվեցին ու դարձան պետությանը ենթակա մեկ ստորաբաժանում։ Հատուկ գունդը հայոց կանոնավոր բանակի հիմքն է։ 1990-ին Հայաստանի իշխանությունը համարձակվեց ստեղծել ներքին զորք, քանի որ դեռևս խորհրդային Հայաստանում էին, այն չէր կարող առանձին միավոր լինել։ Հետևաբար մցվեց ներքին գործերի նախարարության կազմ, կոչվեց միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ ՄՀՈՋ։ Այդ ժամանակ վարչապետ էր Վազգեն Մանուկյանը։ Նա հուզմունքով է հիշում իր վճռական կոչը։ Բոլոր ջոկատները, ովքեր ուզում են հայրենիքի պաշտպանությամբ զբաղվեն, պետք է մտնեն այդ կառույցի մեջ, ով որ չմտավ, մենք իրանց զինաթափելու ենք, բայց մենք թույլ չենք տա, որպեսզի պետական կառույցներից դուրս զինված մարդիկ լինեն։ Պաշտպանության խմբի ղեկավար դարձավ Վազգեն Սարգսյանը։ Նրա կոչից հետո միայն 2 օրում ստացան 1200 դիմում։ Պաշտոնական Մոսկվային բացատրեցին, թե բանակ չեն ստեղծում, գունդն ուղղակի հասարակական կարգի պահպանման համար է։ Այնինչ ձևավորված վաշտերը մեկնեցին սահմանապահ բնակավայրեր։ Հայրենիքը մեկ է եւ չկա կուսակցական պատկանելություն եւ մտնում եք բանակ կասեցնելով ձեր կուսակցական պատկանելությունը։ Գեներալ-մայոր Պետրոսյանը երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի պետն էր։ Վազգեն Սարգսյանից հետո երկրորդ դեմքը։ Հիշում է, խոշորացույցով են ընտրել հատուկ գնդի մարտիկներին։ Արդեն դիրքերում ամիսներով տան երես չեն տեսել։ Որդու ծնվելու մասին էլ իմացել է միայն 3 ամիս անց։ Երբ որ ռազմական խորհուրդը ստեղծվեց, 7 հոգի ենք ռազմական խորհրդի մեջ եւ Վազգեն Մանուկյանը այն ժամանակ հրահանգեց, որ ստեղծել կամնադրություն, որ մի գիշերում մենք գրեցինք եւ զինապահության մասին օրենքը, դա զինապահության մասին օրենքը գրեթե աշխատեցին 3 ամիս։ Տեղի ունեցածը փշաքաղեցնող աստիճանի անհավատալի էր, ասում է Աստվածատուր Պետրոսյանը։ Յուրաքանչյուր քաղաքի յուրաքանչյուր շրջանից, եթե ընդամենը 10-15 տղա գա, մենք կունենանք 500 հոգանոց, ես խնդրում եմ ճիշտ հասկանաք, կարելի է հավաքել տասնյակ հազարներ, ես ուզում եմ 500 հոգանոց մահապարտների մի զորագունդ։ Վազգեն Սարգսյանը դիմեց այդ քայլին, քանի որ հաղթանակի կեսին վտանգի տակ էր Գանձասարը, 30 հոգի էր պահում այդ հատվածը, եթե թշնամին գրավեր, կհասներ Ստեփանակերտ։ Հետևանքի մասին գեներալ-մայորը նույնիսկ մտածել չի ցանկանում։ Ուրեմն մենք դեռ կանք, մենք դեռ կռվելու ենք եւ մենք հաղթելու ենք։ Բառ առ բառ է կրկնում սպարապետի կոչը, այն սթափեցրել է բոլորին ու կայծակնային արագությամբ համախմբել կամավորներին, բժշկից մինչև բանվոր։ Ելույթը ցնցեց, ուրեմն գժերից սկսած, հետո մենք հոկեբան ունենք Արթուր Աղաջանյանը, ուսումնասիրեց, ինձ եկավ ասավ 7 գիժ կա, իսկական գիժ։ Ասում եմ, ինչ ասում եմ, մամայիս մոտից փախել եմ, այստեղ մամա չկար, լավ, ես պետք է գնամ, այդ մամաս ասել է, որ այդ հողը հետ վերցնեմ, բայց այդ գժերից երկուսը հետագայում դարձան հերոսներ։ Դրանից ամիսներ առաջ նորանկախ Հայաստանն արդեն ուներ կանոնավոր բանակ, բաղկացած 3 մասից՝ ԽՍՀՄ բանակի հայ պրոֆեսիոնալ զինվորականներից, ֆիդայիներից ու 18 տարեկան նորակոչիկներից, որոնց Վազգեն Մանուկյանի խոսքով խուսափեցին ուղարկել առաջին գիծ, այլապես անփորձությունից մի քանի անգամ ավելի շատ զոհ կունենայինք։ Մենք հաղթեցինք, որտեղ մենք ստեղծեցինք կանոնավոր բանակ, ըստ բանակ, որտեղ ոչ միայն ավտոմատներով են կրակում, այլ բանակ, որտեղ կան գիտնականներ, որտեղ օգտագործում է ժամանակակից տեխնիկա, ժամանակակից էլեկտրոնիկա։ Էկրանին նորաստեղծ բանակի առաջին զորահանդեսն է 1992 թվական մայիսի 28 պատերազմող Հայաստանը տոնում է առաջին հանրապետության հիմնադրման օրը։ Գլխավոր հրապարակը շունչը պահած լսում է Վազգեն առաջինի օրհնության խոսքը։ Անկախություն, որ հռչակվեց անցյալ դարի եւ որի ամրապնդման գերակույն երաշխիքը գուցե պետք է նկատենք հենց այսօր կազմավորվող այս հայկական ազգային բանակը։ Ուցե դրժամ երթումս պատժել օրենքի ամբողջ խստությամբ։ Նորակոչիկները երթվում են Շուշիի փառահեղ հաղթանակից հետո Երևան վերադարձած հերոսների առաջ։ Նրանցից շատերը նույնիսկ չեն հասցրել փոխել մարտական հագուստը։ Դուք այո, նրանց պայքարի ծնունդն եք եւ ձեր ամենամեծ խնդիրն է ամրապնդել ու պաշտպանել նրանց տարած հաղթանակները։ Փառք ու պատիվ իրենց։ Ազատամարտիկների համար իրական նվեր էր։ Չգիտեին, որ մինչև Արցախում կյանքի ու մահվան կռիվ էին տալիս, իրենց թիկունքում ստեղծվում էր բանակ։ Գեներալ-մայորը նորից ստորակետ առ ստորակետ մեջբերում է Վազգեն Սարգսյանի խոսքերը։ Եվ ձեզ խոստանում եմ,
Ընդամենը 3 տարի։ 3 տարի հետո այստեղով կանցնեն ամենաուժեղ տարածաշրջանի բանակը։ Միայն թե հնարավորություն տվեք, միայն թե համախմբվեք, միայն թե յուրաքանչյուրը զինվորագրվեք եւ զինվոր տվեք բանակին։ Ես անձամբ խնդրում եմ ձեզ, սիրելիներս, հավատացեք ինձ, բանակը 3 տարի հետո այստեղով կանցնի այլ կերպ եւ այլ զգեստով։ Ու այդպես էլ եղավ։ Հասմիկ Առաքելյան, Տիգրան Բաբայան, լուրեր։